Հայաստանում կիբերհանցագործությունների թիվն ավելացել է, արձանագրում է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ 2013-14 թվականների դրությամբ արձանագրվել է կիբերհանցագործության 103 դեպք, որից 52-ը համակարգչային տեխնիկայի օգտագործման հափշտակության, 11-ը տեղեկատվությանն ապօրինաբար տիրանալու դեպք, 9 դեպք վնասաբար ծրագրեր մշակելու եւ մեկական դեպք տեղեկատվության համակարգ անթույլատրելի ներթափանցելու եւ փոփոխելու։ Արձանագրված դեպքերի թվում քիչ չեն նաեւ շորթման, խարդախության եւ բարով բովանդակությամբ կիբերհանցատեսակները։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Տիգրան Պետրոսյանը ամփոփելով անցած 8 ամիսներին կիբերհանցագործությունների ոլորտում ոստիկանության կատարած աշխատանքը նկատում է նախորդ տարիների համեմատությամբ այս թիվը կտրուկ աճել է։ Միայն 2013 եւ 2014 թվականների ընթացքում միայն կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունն ընդդիմել թվով 224 քաղաքացի, որը կարծում եմ բավականին մեծ թիվ է։ Կիբերհանցագործների հիմնական թիրախում են հայտնվում սոցիալական ցանցերը։ Տիգրան Պետրոսյանի խոսքով վարչությունը մշտապես վերահսկողության տակ է պահում AM տիրույթը եւ պարբերաբար մոնիտորինգ իրականացնում։ Ամենախոցելին այս պահին արձանագրված դեպքերը վերլուծելով դա Одноклассники սոցիալական ցանցն է։ Facebook-ը կարծում եմ լրացուցիչ միջոցներ ձեռնարկում է կոնկրետ ավելի ապահով համակարգ ունենալու համար։ Twitter-ով մենք չունենք արձանագրված դեպք։ Կիբերհանցագործները գործում են նախորոք մշակված պլանով, զոհերը հիմնականում ընտրվում են սոցիալական ցանցերում։ Սեռական բնույթի հանցագործությունները սկիզբ են առնում նամակագրության միջոցով, հետագայում վերածվելով հեռախոսազանգերի եւ տեսազանգերի։ Թիրախում հայտնվում են երեխաները կամ 30 եւ ավելի տարիք ունեցող միայնակ կանայք։ Համակարգչային տեխնիկայի կիրառմամբ կատարվող հանցագործությունները աշխարհում դասվում են ապահովողական տեսանկյունից ամենաբարդ անդրսահմանային հանցագործության տեսակներին եւ արդյունավետությունը բացահայտման ապահովելու համար ապահովելը հնարավոր է բացառապես միջազգային կայուն համագործակցության ձևավորմամբ, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող մասնավոր կառույցների համար իրավական նորմերի հստակ իրավական նորմերի սահմանմամբ, նաև տեխնիկական մշտական վերազինման միջոցով։